Եզդիական համայնքն այսօր տոնում է նոր տարին, Մալաքե Տաուսը, եզդիներին շնորհավորելու եկել էր նաև վարչապետը։ Պարոն Փաշինյան, Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու օրենսդիր գործադիր իշխանության մյուս ներկայացուցիչները նախ շրջել են Արմավիրի Ակնալիջ համայնքում գտնվող եզդիական Զիարաթ տաճարի հուշահամալիրի տարածքում։ Այստեղ Կոմիտասին ենք տեսնում, պարոն վարչապետ, որպես եզդի ժողովրդի մեր բարեկամ, որպես մեր Ուսումբեկ Թեմուրյանցի, որը նաև հանդիսացել է Հայաստանի առաջին հանրապետության ազգային ժողովի պատգամավորը եւ միասին նաև սովորել են Գևորգյան ճեմարանում եւ նոտայագրել է 12 եզդիական ազգային եզ։ Այստեղ նաև Ջահանգիր աղայի մասին խոսեցինք, որ ակտիվ մասնակցություն է ունեցել հայրենիքի պաշտպանության մեջ եւ տվյալ դեպքում հստակ հայ եւ եզդի ժողովուրդների փրկության եւ ոչնչացումից փրկելու համար իսկապես ծառայել է թե ժողովրդին եւ նաեւ մի բան էլ նշեմ, որ փորձեցին բազմիցս Ջահանգիր աղային օգտագործել եւ հայ ժողովրդի դեմ նա ասաց, որ ես լինելով Ջանգոն Խատիֆի որդին երբևիցե չեմ դավաճանի մեր եղբայր հայ ժողովրդին, կլինենք միշտ միասին։ Արդեն տաճարի ներսում վարչապետին ավելի մանրամասն ներկայացրին տոնի խորհուրդը։ Տարեմուտ այսինքն տվյալ դեպքում մենք մուտքին գործում նոր տարի եւ հենց ամիսն է, որ մենք ապրիլը կոչում ենք Նեսա, նոր ժիա, նոր կյանք։ մենք ձեզ շատ սիրում ենք։ Նիկոլ Փաշինյանն առաջին ղեկավարն է, որ այս ձևաչափով հանդիպում ու շնորհավորում է եզդիական համայնքին տոնի առիթով։ Մենք այսօր մի նոր ավանդույթի սկիզբ ենք դնում, երբ այս հաղորդակցությունը, այս համակեցությունը, այս քաղաքացիությունը, որով մենք կապված ենք, նոր արտահայտություններ է ստանում եւ մենք հասկանում ենք, որ ավելի ու ավելի լավ պիտի ճանաչենք իրար եւ չճանաչելը արդեն ինքնին խնդիր է։ Վարչապետն ընդգծեց հայերն ու եզդիները տարբեր դավանանքների, տարբեր ազգերի ներկայացուցիչներ են, բայց նույն ժողովրդի ներկայացուցիչն են։ Ես այստեղ խոսում եմ իրավական կոռեկտության տրամաբանությամբ, որտեղ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է ժողովրդին։ Ովքեր են ժողովուրդը։ Ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամբողջությունն է։ Այս է պատճառը, որ մենք մեր ուղերձներում հենց այդ տերմինաբանությունն ենք օգտագործում։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այո, մենք դավանում ենք տարբեր կրոնների, մենք տարբեր ավանդույթներ ունենք, բայց մենք ունենք մեկ ընդհանուր անձնագիր։ Մեր բոլորի անձնագրերը նույն տեսքն ունեն, նույն պատկերն ունեն եւ մեր բոլորի անձնագրերը մեզ տալիս են Հայաստանի Հանրապետությունում նույն իրավունքները, նույն պարտականությունները եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հավասարաբար պաշտպանված է պետության կողմից, որովհետեւ ինքը այդ պետության քաղաքացին է, ինքը այդ պետության հիմնադիրն է, ինքը եւ այդ պետությունը ստեղծված է իր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ինքնությունը պաշտպանելու եւ զարգացնելու համար։ Ընդ որում վարչապետն ընդգծեց, խոսքը վերաբերում է Հայաստանում ապրող բոլոր ազգային փոքրամասնություններին։ Ինձ համար չկան տարբեր ազգությունների ներկայացուցիչներ։ Ինձ համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, այն ըմբռնմամբ, որ մենք մեծագույն եւ ծայրահեղ հարգանք ունենք յուրաքանչյուրի թե կրոնական, թե ազգային, թե անհատական պատկերացումների եւ զգացողությունների նկատմամբ։ Վարչապետն ընդգծեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարից է ճշտել ու համոզված է, որ հաջորդ տարի տաճար կգան բարեկարգ ճանապարհով։ Շնորհավորում եմ բոլորիս եզդիական նոր տարվա առիթով եւ մեզ բոլորիս Հայաստանի Հանրապետությանը եւ նրա քաղաքացիներին մաղթում եմ խաղաղություն, բարօրություն, ազատություն, երջանկություն եւ իհարկե զարգացում։ Շնորհակալ եմ, բայց հաշվի առնելով պահի առանձնահատկությունը, ես ուզում եմ
շնորհավորել Հայաստանի Հանրապետության անունից նոր տարվա առիթով աշխարհի բոլոր եզրիներին։ Շնորհակալություն։ Էմմա Վարդանյան, լուրեր։